Պարոն նախագահ, կսպասեք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով կարձագանքեին։ Ես ընդամենը 3-4 առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց ժղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցերի։ Թույլ տվեք, գոնե մի 3-4 օր էլ ծանոթանամ արձագանքներին, նոր բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուխ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու պրոբլեմին չի եք ինձ հետ կապում։ Պարոն նախագահ, այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքներով ինչ են ուզում ասել ձեր գնահատմամբ։ Մեկի հետևից մեղադրանքներ կան։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք չէ, վստահ եմ, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցաքուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկանե անելու, տարիներ շարունակ սկաներ չկա։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։